Թե ես գնալու եմ ընտրության։ Գնալու եմ ընտրության։ Գնալու եմ ընտրության։ Անպայման որտեղ կարծում դա յուրաքանչյուր գիտակից քաղաքացու ամենակարևոր քայլերից մեկն է ընտրությանը մասնակցելը։ Նույնիսկ Չակ Նորիսին չեմ ընտրելու, որտեղ ինձ թվում է դա սխալ է։ Ուղղակի եթե ես ապրում եմ այս երկրում, անկախ նրանից ինձ դուր է գալիս, դուր չի գալիս, համարում եմ, որ այլընտրանք կա կամ չկա, կամ ոչ մեկն էլ ասենք թե դուրս չի գալի, պարտ եմ համ գնամ եւ ասեմ, որ ոչ մեկն էլ դուրս չի գալիս։ Որտեւ ինչ որ չափով ես կրում եմ այդ պատասխանատվությունը, որ այս մարդը դառավ նախագահ։ Որ sense ոչ ընտրություն կա, որ գնում եք խանութ ինչ-որ բան գնելու ու ստիպված ինչ-որ բան եք գնում, բայց ձեր ուզածը չի իրականում։ Այ հենց հիմա է որ գալիս է իսկապես ընտրությունները հասկանալու պահը։ Ինչ է ընտրությունը։ Ինչի ընտրություն է։ Դա քաղաքական է, քաղաքականությունը ինչ է որոշում։ Ըստ էության ինչ է քաղաքականությունը, այդ հարցն ենք վերջապես դնելու, որը կգա ընտրությունների հենց հաջորդ օրը։ Չէ, դե ամեն ինչ պարզվա, ամենաանհետաքրքիր, բայց մյուս կողմից էլ ամենազվարճալի ընտրություններն է։ Կարծում եմ չի կատարել հիմնականում հայաստանյան ընտրողը քաղաքական ընտրություն, կատարելով գնալու ընտրությունների։ Հասարակություն ուժեղ այն դեպքում, երբ նա ներկայացված է, երբ որ նրա ձայնը իրոք լսելի է, երբ որ նա իրոք մասնակցում է այդ ամբողջ process-ին, բայց մեր մոտ թե այս թե այն կողմում խնդիրը կա, այսինքն թե հասարակությունն անտարբեր, այսինքն պետության կայացման, ստեղծման գործում ինքը իր դերը չի նկատում, միգուցե սոցիալ-տնտեսական վիճակն է մեղավոր, այսինքն կողմերը շատ են վերլուծաբաններն էլ վերլուծություններն էլ դրան ցույց տալիս, եւ ուղղակի զուտ ապրելով այստեղ էլ այո։ Գնալով շատանում է այն ընտրողների քանակը, այսպես ասենք, որոնք պահանջում են առավել արդար կառավարում, առավել ժողովրդավարական կառավարման։ Պետության գաղափարի կրող տեսակը ինձ թվում է չկա, չի եղել ու դրա համար մարդիկ մտածում են, որ նախագահի աթոռին կարելի է հավակնել ով ուզի, երբ ուզի, ոնց ուզի։ Շատերի ոմանց մոտ շատ ակնհայտ նկատվում է, թե ինչպես իրենք բացարձակ գաղափար ոնց որ չունենան, թե ինչ է նշանակում նախագահ լինել ըստ սահմանադրության։ Թե ինչ է նախագահ ըստ սահմանադրության, եթե մենք դուրս գանք փողոց, փորձենք հասկանալ ինչ է։ Մենք ինձ թվում է, ես համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը չի տա այնպեսի ադեկվատ պատկեր չի տա։ Չի ասի, որ ես եմ տեղյակ, իսկ տեղյակ չլինելով դատել նրա մասին, թե որքանով որ ժողովուրդը տեղյակ, մի քիչ տարօրինակ կլինի շատ։ Ինձ թվում է այս վերջին 15 տարում այդ կառույցի արժեքն ու, ասենց ասեմ, նշաձող այնքան է իջել, որ հիմա ունենք այն ինչ ունենք։ Ով է տեղյակ, ով ինչ պետք է անի։ Վարչապետը նախագահից ինչով է տարբերվում օրինակ։ Շատ քիչ մարքեթինգ է։ Կառավարման համակարգը չի աշխատում ինչպես պետք է, եւ բնականաբար ժողովուրդն էլ չկա ադեկվատ ընկալում նախագահական ինստիտուտի նկատմամբ։ Ես հավատում եմ ընտրություն ինստիտուտին դեռ ինչքան էլ տարօրինակ չլինի Հայաստանի համար։